Բարև, ես այսօր կխոսեմ խունկի մասին, կխոսեմ խունկի ծագման մասին և ինչի համար պետք չի օգտագործել խունկը, բայց նախքան այդ ասեմ, որ իմ առաջին տեսանյութը աչքի ուլունքի, չար աչքի մասին տեղադրված է իմ YouTube-յան ալիքում, կարող ես մտնել, նայել, բաժանորդագրվել իմ էջին, որովհետև շուտով նաև կլինեն այլ տեսանյութեր տարբեր թեմաների մասին, շատ լավ է, որ մարդը լինի տեղեկացված և պաշտպանի ինքը իրեն, և այսպես սկսեցինք, ուրեմն խունկը ծագել է դեռևս շատ վաղուց, Աստված առաջին անգամ Մովսեսին պատվիրել է պատրաստել հատուկ բաղադրատոմսից խունկը, տարբեր տեսակի բաղադրիչներից, պատվիրել է Մովսեսին, որ պատրաստի, բայց դա նախատեսված է եղել Աստծուն պաշտելու համար, այսինքն Աստծու ներկայության մեջ մտնելու համար, այլ բանի համար նախատեսված չի եղել և Աստված խստիվ արգելել է, որպեսզի այս բաղադրատոմսով պատրաստեն խունկ, որովհետև սա համարվել է սուրբ, Տիրոջ համար համարվել է սուրբ, իսկ պատվիրել է նաև, որ ով որ բուրմունքի համար կամ օծանելիքի համար կփորձի պատրաստել խունկը կամ այլ բաների համար փորձի պատրաստել ու օգտագործել, դա կհամարվի մարդու համար ծանր մեղք, իսկ Աստված ինչ ասում է, ինքը իր խոսքից երբեք հետ չի կանգնում, Աստծու խոսքում գրված է, որ երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Աստծու բերանից դուրս եկած ոչ մի խոսքը դա չի անցնի, և այսպես եկանք մեր օրեր, հիմա խունկը օգտագործում են շատ մարդիկ տներում, տեսել եմ խանութներում, իրենց օֆիսներում, առանց հասկանալու, թե ինչ են անում, հիմա գամ մի փոքր հեռվից, ուրեմն խունկը օգտագործել են հեթանոսները, նաև Հայաստանի հեթանոսները մեր թվարկությունից առաջ, կասեմ ինչի համար են օգտագործել, տարբեր ծիսակատարությունների, չաստվածների պաշտամունքի, ինչի եմ ասում չաստվածների, դա Արամազդ, Վահագն և այլն, որովհետև Աստված մի հատ է, միակն է, և նա ասում է, որ նա է միակ Աստվածը և ուրիշ աստվածներ գոյություն չունեն, մարդ արարածը միշտ սիրել է ինչ-որ մի բան ստեղծել, պաշտել, սատանան էլ ամեն ինչ արել է, որ մարդը սրտով հեռանա Աստծուց ու ինչին ասես պաշտի, կենդանիներ, կուռքեր, չաստվածներ, դրանք բոլորը կուռքեր են և Աստծու աչքի առաջ դա մեղք է համարվում, անկախ նրանից դու դա ընդունում ես, թե չես ընդունում, կարևորը որ Աստված դա մեղք է համարում, մարդը ինչքան էլ փորձում է ինքը իրան մխիթարի, դրանով Աստծու բարկությունը հաստատ չի մեղմանա մարդու վրա, երբ որ մարդը կենդանի Աստծուն թողած այլ բաների է պաշտում, հիմա խունկը օգտագործել են հինդուիզմի մեջ, բուդդայականության մեջ, օգտագործել են իրանց չաստվածներին պաշտամունք տալու համար, օգտագործում են նաև ներկա ժամանակներում, այնպես չի դադարել են, ինքը օգտագործվում է խունկը, որը նախատեսված էր այդ ժամանակահատվածում Աստծուն պաշտելու համար, մարդիկ օգտագործում են կախարդությունների համար, տարբեր ծեսերի համար, իսլամի մեջ էլ են օգտագործում խունկը,
խունկ օգտագործում են Հայաստանում, այսպես ասած, չար էներգիայից պաշտպանելու համար։ Օգտագործում են խունկը տներում, խանութներում չար աչքից պաշտպանելու համար, աչքով, որ մարդիկ իրանց հանկարծ աչքով չտան, որ մարդը մտնի իրանց տուն, հանկարծ իրանց աչքով չտա, կամ իրենց խանութ, կամ իրենց բիզնես կենտրոնները։ Ասեմ, որ երբ որ դու խունկը օգտագործում ես չար աչքից պաշտպանելու համար, դա ընդհանրապես չար աչքից չի պաշտպանում, դա նախատեսված չի չար աչքից պաշտպանելու համար, վատ էներգիայից պաշտպանելու համար, երբ որ դու խնկարկում ես տունդ, տանը անկյունները, մտածում ես հեսա վատ էներգիայից ինձ այս խունկը կազատի, ասեմ, որ այդ խունկը ոչ քեզ է ազատելու, ոչ էլ քո ընտանիքի անդամներին, ոչ էլ քո տան մեջ ազատելու է ինչ-որ էներգիաներից։ Գիտես, շատ կարևոր է տեղեկացված լինես, նախ չար էներգիա, վատ էներգիա չկա, կան չար ոգիներ և դևեր, որոնք նույնն են, Աստծո խոսքը խոսում է դրա մասին, և դրանք ընկած հրեշտակներն են, ես այս թեմայով հետո մեկ ուրիշ անգամ տեսանյութ կնկարեմ, ավելի մանրամասն կպատմեմ, կբացատրեմ դա ինչ է, իսկ վատ էներգիայից ոչ մի բանը քեզ չի պաշտպանի, բացի ճշմարիտ ճիշտ աղոթքից, որը ոչ թե վատ էներգիայի դեմ է, այլ կոնկրետ դևերից և չար ոգիներից ազատվելու համար է, բայց դրա մասին ևս տարբեր տեսանյութեր կնկարեմ, կխոսեմ, որովհետև երբ որ մարդը չգիտի իր տան մեջ կամ իր հետ ինչ է կատարվում, տեղեկացված չի, բնականաբար դիմում է սխալ քայլերի, անում է սխալ բաներ, որովհետև տես այդ խնկարկելու մասին, որ խոսում եմ, ամեն մեկս երբ որ ծնվել ենք մեր ընտանիքներում, լսել ենք դրա մասին, որ դա պաշտպանում է և այլն, բայց նաև մեր ծնողները, մեր տատերը, մեր պապերը չեն հասկացել, որովհետև չգիտեն, որ դա եկել է հեթանոսներից, տեղյակ չեն եղել, որ նաև հիմա ներկա ժամանակահատվածում կուշակները, կախարդները, էքստրասենսները, երբ որ գնում ես դու դրանց մոտ, իրանք դա օգտագործում են, խունկը վառում են, և այդ խունկը վառելու ընթացքը իրանք կանչում են դևերին, իրանց պատկերացմամբ հոգի են կանչում, չգիտեմ, կամ ռուսերենով ավելի շատ տարածված է սուշնեստ անունը, դրանց են իբրև կանչում, մի խոսքով, կամ էլ մտածում են, որ դրանով հեսա Աստծուն են կանչում, որ այդպիսի բան չկա, մի խոսքով օգտագործում են սխալ բաների համար, ես իմ աչքով եմ շատ անգամներ տեսել, և մարդիկ առանց իմանալու, որ դա կախարդության ծիսակատարություն է, տան մեջ վառում են խունկը, չար էներգիա գնա, թող չար վատ էներգիաները գնան, չար աչքը գնա, հարգելիս, ոչ թե կգնան, այլ դու դևերի համար դռներ ես բացում, որ ավելի շատ կան մտնեն քո տուն, քո կյանք, քո մեջ և հազարումի փորձանքի կարող ես բերել քեզ, և ասեմ քեզ, որ նախորդ վիդեոյում էլ ես խոսել եմ այդ չար աչքից և այլն, ուզում եմ ասեմ, որ երբ որ թեկուզ աչքի ուլունքը կախում են օրորոցի մեջ կամ երեխայի
գլխարկի վրա կամ բրիլոկ կամ մեքենայի մեջ, պարտադիր չի, որ հենց այդ պահին ինչ-որ մի վատ բան լինի, որովհետև դևերը կարող են շատ հանգիստ երկար տարիներ սպասել, մտնել մարդու մեջ և կաթիլ, այն որ ասում է կյանքը վերածել դժոխքի։ Այո, կարող է 30 տարի հետո դրսևորվել, կարող է 1 տարի հետո, 5 րոպե հետո, դա ոչ մեկ չի կարող ասել։ Եվ եթե դու խնկարկել ես ու մտածում ես, հա դե արել եմ, ոչ մի բան էլ չի եղել, մի 10 տարի առաջ եմ արել, 15 տարի առաջ եմ արել, գիտես, դևերը սպասել գիտեն, ու գիտեն ոնց վնասեն մարդուն, այնպես, որ մարդը անգամ չհասկանա, ուզում է դա 40 տարի հետո լինի, 5 տարի, մի տարի, 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ, դա ոչ մեկ չգիտի, բայց փաստը, որ սխալ խնկարկումից դու քեզ փորձում ես պաշտպանել, բայց դնում ես առավել մեծ վտանգի տակ ու կարող ես քեզ վնասել դրանից։ Գիտես, եթե դու արել ես նման բան, տեսանյութիս վերջում ես կաղոթեմ քո համար, դու էլ կմիաբանվիր ինձ հետ հավատքով, գիտես, մենակ Աստված կարա մարդուն պաշտպանի, հա, այդ ուլունքներ, խունկ, սխալ օգտագործումը, թալիսմանները և այդպիսի բաները մարդուն չեն պաշտպանում, իսկ Աստված չի ընդունում նմանատիպ բաները ու իր խոսքում գրված է, որ ինքը դեմ է ամեն տեսակ կախարդություններին, իր խոսքում ասում է, որ ինքն է միակ Աստվածը, որ մարդ արարած է, չպաշտի ուրիշ աստվածներին, որովհետև ինքը նախանձոտ Աստված է, այդպես էլ գրված է։ Գիտես, կարող է տարիներով շատ լավ ապրես, հանգստության, խաղաղության մեջ, ինչու չէ նաև լիության մեջ, բայց գա մի օր, որ ամբողջը քանդվի, ամբողջը փշրվի, ու դու չպատկերացնես, որ ինչա թե դու Աստծուն հանել ես քո կյանքից, փոխել ես Աստծուն ինչ-որ ծիսակատարությունների հետ, թալիսմանների հետ, խունկերի հետ, անում ես սխալ բաներ, ամեն ինչ կարող է լինել, որովհետև սատանան քնած չի և ամեն ինչ անում է, որ մարդուն մոլորեցնի։ Գիտես, լավ է կարդալ Աստծո խոսքը, իմանալ շատ բաներ, ամոթ չի լինես տեղեկացված, ամոթ չի կարդալ քո ստեղծիչի մասին, թե քո արարիչ Աստվածը քեզանից ինչ է ուզում։ Գիտես, այնքան լավ է Աստծո պաշտպանության տակ ապրելը, Աստծո թևի տակ ապրելը, դա լրիվ ուրիշ կյանք է, որովհետև երբ որ դու անցնում ես ինչ-որ դժվարությունների միջով և անցնում ես այդ ամենը աղոթքով Տիրոջ հետ, լրիվ այլ է, երբ որ մարդը փոխարինել է Աստծուն ամեն ինչի հետ և իր առօրյայում չունի Աստծուն։ Գիտես, շատ ժամանակ մարդիկ, այդ թվում նաև իրենց հավատացյալ համարող մարդիկ կարող են ամբողջ օրը ուրիշների մոտ թեկուզ ասել, հա, փառք Աստծուն, բայց դա ընդամենը բառերը։ Գիտես, երբ որ փառք ես տալիս Աստծուն, դա պետք է սրտանց լինի։ Աստված սրտեր քննող Աստված է։ Հիմա միաբանվիր իմ հետ, եթե դու երբևիցե օգտագործել ես աչքի ուլունքներ, հա, կարող ես թափել դրանք
ընդհանրապես վերացնել քո տնից, կամ եթե սխալ խնկարկել ես, հա, չարաճկից, էներգիայից պաշտպանվելու համար, նախանձից պաշտպանելու համար, քո տունը, խանութը, բիզնես, քո աշխատանքի վայրը, հիմա աղոթիր ինձ հետ։ Ես Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, հենց հիմա, ովքեր որ դիտում են այս տեսանյութը և երբևիցե օգտագործել են աչքի ուլունքներ, ես քանդում եմ դրանց զորությունը ամեն մեկի վրայից, ովքեր որ դիտում են, դրա ազդեցությունը, դրա կապանքները Հիսուսի անունով քանդված լինի քո վրայից ու հեռանա քո կյանքից Հիսուսի զորավոր անունով։ Ես Հիսուս Քրիստոսի անունով քանդում եմ այն դիվային ազդեցությունը, որ եկել է քո տուն, քո վրա սխալ խնկարկելու պատճառով, Հիսուսի զորավոր անունով, քանդված լինի ամեն տեսակ կախարդությունը քո վրայից, քո ընտանիքի անդամների վրայից, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, գա կատարյալ ազատագրումը Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Գիտես, այն խոսքը, որ ասում են, հա դե մեր տատերից է եկել, էս չի կարելի, այն չի կարելի, սիրելիս, մեր տատերից չի եկել։ Շատ բաներ, հա, գրված է Աստծո խոսքում, և Աստված ինչը որ ասում է, իր խոսքի հետևում կանգնած է, անկախ նրանից, դա դու կընդունես, թե չես ընդունի։ Բաժանորդագրվիր իմ ալիքին, իմ աղոթքի խումբ YouTube-յան ալիքին և հետևիր իմ տեսանյութերին։